Մի քանի դեպքեր կա, երբ մեկ օրում սրանք միանգամից 3 հատ վարկ են վերցրել։ Նման մի օր 3 հատ վարկ վերցրել են ու կազմել է $250 միլիոն ու ձևակերպել են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը, փողի եւ կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ, աղքատության հաղթարման եւ այլն։ Ինչ աղքատություն է հաղթարված։ Տեսան չեն կարողանում աղքատություն հաղթահարել, մեթոդաբանություն են փոխել ու նախկինում աղքատների մի քանի տոկոս այլևս աղքատ չէ, բայց միայն թղթերով։ Ժողովուրդ վարկ են վերցել ոչ թե աղքատություն հաղթահարելու համար, այլ ըստ երևույթին հաշվարկի մեթոդաբանությունը փոխելու։ Վզեբից $92 միլիոն վարկ են վերցրել, անունը դրել են կլիմայի փոփոխության մեղմացման հարմարվողականության խթանում, հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի խթանում։ Ժողովուրդ ջան, սրանով ինչ են արել։ Տեղյակ եք։ Վարկ են վերցրել արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացման համար, բայց ելի դատավորի փոխարեն որոշում է կայացնում կառավարության գլուխը։ Ձեր վարկով բարեփոխված արդարադատության դեմքը ուղիղ 2 օր առաջ տեսանք Սամվել Կարապետյանի դատին։ Միանգամից 373 միլիոն վարկ են վերցրել ու ոչ թե զենք են առել, այլ ասֆալտ հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում 60 կիլոմետր ճանապարհի համար 373 միլիոն €։ Հալալա ձեզ, աչքիս եվրո եմ փռելու ճանապարհի ամենատակի շերտին, որ ամուր լինի։